կազմակերպության գործունեությունը ինքը քայքայիչ ազդեցություն է ունենում։ Քաղաքական եկեղեցին մարտական կառույց է։ This ամենը կարող է հասնել դանակահարության եւ սպանության representative of maybe a technocrat. Радикальной исламистской организации братья-мусульмане. Արտադրության իրենք փորձարեցին տեղափոխել կենտրոնական հարթակ։ Հասցեին էշություն, համբալ, այդպիսի անորակ արտահայտի համար զուտ բացական կերպար։ Համացանցը ինքնին շատ բարձ տեխնիկապես իհարկե բարդ լուծումներ ունեցող բան է, բայց բարձ մի հարթակ է, որը թույլ է տալիս տեղեկատվությունը փոխանցել շատ արագ։ Կրոնական կազմակերպությունները, եկեղեցիները, ուղղությունները իհարկե սկզբից շատ նեղված էին համացանցում, ինչը շատ հաճախ է լինում նորամուծությունների հետ։ Բայց հետո բավականին արագ հասկացվեց, որ համացանցը շատ լավ հարթակ է քարոզի, նոր մարդկանց ներգրավելու եւ այլն եւ այլն։ Ինչքան որ ես եմ հետևում, սոցիալական ցանցերն են ավելի շատ օգտագործվում ազդեցությունը տարածելու համար։ Այսպեսի միջոց կարծիքների կամ տեղեկատվության տարածելու մարդկությունը չի ունեցել։ Մեր կայքում մենք բոլոր թեմաներին էլ անդրադառնում ենք, որոնք հետաքրքրում են մեր հասարակությանը, բնականաբար կրոնական թեմաներն էլ են հետաքրքրում եւ մենք անդրադարձ կատարում ենք։ Ես ունեմ իմ անձնական վերաբերմունքը, բայց աշխատանքի ընթացքում ես հանդես եմ գալիս որպես խմբագիր, ես ներկայացնում եմ կայքը եւ իմ անձնական վերաբերմունքը դնում եմ մի կողմ։ Արդեն բացահայտվել է սուրճ ներողություն եկեղեցում կատարված շրջաբանության մասնակից Եհովայի վկաների ինքնություն։ Ես իրենք Եհովայի վկայություններով մեկին ոչ պարտավոր եսնում են նույնիսկ հարևաններին տիրել։ Չի ասի, թե լիովին հանդուրժող են, քանի որ վերապահումներ կան, որովհետև կան քայքայիչ կազմակերպություններ, կան ոչ քայքայիչ կազմակերպություն, որոնք իրենց գործունեության որևէ մեկին վնաս չեն տալիս։ Թիրախներ չունեմ, գրում եմ նյութեր, որոնք ավելի շատ տեղեկատվական բնույթ ունեն, որպեսզի հասարակությունը ավելի տեղեկացված լինի եւ ավելի զգուշավոր լինի, որովհետեւ այսօր շատերը չիմանալով, չհասկանալով խաբվում են կեղծ բարի նպատակներին ու հայտնվում են ինչ-որ մի կրոնական, կիսակրոնական կառույցի ջրաններում, թակարդում։ Daddy, Daddy, come and see what I
Սատանիզմը ինքը իր էությամբ կտրուկ տարբերվում է սատանայապաշտությունից, քանի որ սատանայապաշտությունը ենթադրում է պաշտանմունք սատանայի նկատմամբ, սատանիզմը ենթադրում է պաշտանմունքի բացակայություն ընդհանրապես։ Come away, Melinda. Անառողջ վերաբերմունքը կրոնական ուղղությունների նկատմամբ ինքը Հայաստանում հղի է բավականին լուրջ մի վտանգով, որը դարձնում է կրոնական դաշտը անվերահսկելի։ Չի կարող լինել միակ ճշմարիտ կրոն, ու ամեն մարդ ազատ է հավատալ նրան, ինչին ինքը ցանկանում է, քանի դեռ դա շրջակա մարդկանց վնաս չի հասցնում ուղղակիորեն։ YouTube-ով այս կամ այն կրոնական կազմակերպության կողմնակիցները կամ հակառակորդները տեսանյութեր են տարածում այս կամ այն կրոնական կազմակերպության կաղոտքի տեսարաններից, քարոզչությունից եւ այլն եւ այլն։ Երկրպագության համար կրակ է պետք։ Կրակ! Հալելույա։ Այն ինչ սովորել եմ իմ գործառույթությունից այն է, որ հավատացյալները իրենց վիրավորանք են ստեղծում մարդկանցից ակնկալիքներ ունենալով։ Но если мы с вами ищем Царствие Божие, тогда я уверен, Его Царствие придет в дом каждого из нас. Ինտերնետը դառավ մի հարթակ, որտեղ այս բոլոր ուղղությունները իրար հանդիպեցին, որտեղ հակառակ դեպքում Եհովայի վկաները եւ մեր քահանաները շատ հազվադեպ կարող են իրար հանդիպել եւ այդ հանդիպումը ինչ որ դիսկուսիոն դաշտում չի լինի։ Ու պլյուս զուգահեռ հայտնվեցին նաեւ հետևորդները, ու այս ամեն ինչը բերեց պարտա, որ ինչ որ վիրտուալ պատերազմներ եւ որոնք ընթանում են։ Կենտրոնանում են մարդիկ սատանաբառի վրա, անցնում են ինչ-որ հայհոյանքների, վիրավորանքների, ինչից հետո այդ խոսակցությունը ջնջվում է։ Ինչ է նշանակում կոկորտ կրծել։ Եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են կոկորտ կրծելու, դիմեք պատկան մարմիններին։ Իմ հասցեին էշություն, համբալ, այդպիսի անորակ արտահայտություններ են անում։ Ու վերջում էլ խաղաղարար տոնով խորհուրդ են տալիս գնալ քնել, բան, որ ավելի զայրացնեն մարդուն։ Սրանք ավելի շատ պրովոկացիոն բնույթ ունեն եւ իմ խորհամոզմամբ գրված են մենակ հայ առաքելական եկեղեցու քահանաների եւ հետևորդների մասնավորապես ավելի ագրեսիվ պատասխաններ ակնկալելու համար։ Ես ձեզ առանց վիրավորական արտահայտություններ անելու կբարկացնեմ, կստիպեմ վիրավորական տարբեր արտահայտություններ անել, հետո ի ցույց կդնեմ ուրիշ մարդկանց, թե ինչքան հեշտ է ձեզ ծաղրելը։ Ցածր մտքի ճկունություն ու ցածր մտավոր ունակություն ունեցող մարդուն, երբ որ պրովոկացիա են անում, ու ստիպում են վիրավորանքների անցնել, դա կոչվում է տրոլինգ։ Լավ տրոլինգով զբաղվող մարդը կարող է զրուցակիցներին կիսաինֆարկտային իրավիճակի հասցնել։ Մեկնաբանություն գրելը շատ գրավիչ process է։ Այսինքն շատ դեպքերում կարող է ինչ-որ մեկը փոքրիկ հոդված գրել կամ 3 նախադասություն գրել իր բլոգում կամ 1 նախադասություն գրել սոցիալական ցանցում, ասենք Facebook-ում եւ այդ 1 նախադասության կամ 3 նախադասության։ Ձեր ընկերներից մեկը ձեզ անհայտ կրոնական ուղղվածության անդամ է։ Ձեր ռեակցիան, որովհետեւ հարցը հակասական է, ասենք, գործ չունենք միայն անվտանգ դրական կրոնական կազմակերպությունների հետ, գործ չունենք միայն ինչ-որ բացասական դեստրուկտիվ կրոնական կազմակերպությունների հետ։
Ստացանք առաջին աթեիստական արձագանքը, իմ ընկերները կրոնական չեն, եթե ինչ-որ կրոնական ծանոթ թե անծանոթ ուղղվածության անդամ են, ապա իրենց ուղեղները լվացել են ու իրենց պետք է արագ փրկել։ Իմ ընկերներից մեկը հարց տվեց, ճիշտ ասած, որ պետք է այդ մարդուն հարցնել, արդյոք իրենց կրոնը տրամադրում է քաղցրավենիք, կանացի կուրծք եւ գարեջուր։ Պատահում է, որ գալիս են վիրավորական արձագանքներ անձնական հաղորդագրությունների տեսքով, տեսնում ենք եւս մեկ արձագանք, սահմանադրություն հոդված 26-րդ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս մի արձագանքին ես լայք կտամ։ Շատ դեպքերում մեկնաբանությունները կարող է ամիսներով դիտել, օրինակ հիշում եմ տենց գրառում կար, որ ամսից ավել ինձ մոտ մարդիկ իրար հետ կռիվ էին անում այդ մեկնաբանելով իրար, հա, գրառման տակ։ Կարող է քանգնի ինչ-որ մի պահ այդ ամեն ինչը անցնի օֆլայնի եւ մարդիկ գնան այնտեղ դուրս իրար քիթ մռոտ ջարդել։ Սա մենակ մի լուծում կա, որ այսօր գոյություն ունի, այն է, որ այն մարդը, որ իրեն համարում է վիրավորված, կարող է դիմել դատարան։ Կարծես թե ես որևիցե բան չի ասել մեկ ազգի հասցեին, լավ կամ վատ։ Իմ հասմիկի եւ Բայանդուր Պողոսյանի հասցեին, ուրեմն իրենց Facebook-յան էջում մեր նկարներն են կախում, մեր մասին գրում են, որ մենք, չգիտեմ, խեղկատակ ենք, որ մենք ուրեմն ինչ-որ արևմտյան ճամբարներ ենք ստեղ ներկայացնում, որ մենք չենք պատկերացնում Հայաստանը առանց համասեռականների եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ պոստերից հետո մենք դիմեցինք դատարան, որպեսզի դատարանը պարտադրի մեկ ազգին ուրեմն հրապարակավ հերքել եւ ներողություն խնդրել։ Հետաքրքիր էր այդ դեպքը որպես նախադեպ, երբ որ Facebook-ում մեկնաբանությունների ստատուսների հետ կապված դատական նիստեր տեղի ունենում։ Ըստ էության իրենք փորձարեցին տեղափոխել վեճը կրոնական հարթակ, դատական բոլոր նիստերին անպայման գալիս էին հայրաքելական եկեղեցու ուրեմն ներկայացուցիչներ, քահանա եւ նաեւ ԶԼՄ-ներով իրենք փորձում էին ներկայացնել, որ վեճը կրոնական հարթության մեջ է։ Ներկայացնելով, որ ահա տեսեք մենք սատանիստների դեմ ենք պայքարում։ Երբ երեքից միայն մեկն էր սատանիստ, հա։ Այդ կազմակերպությանը պարտադրվեց նույն Facebook-ով ներողություն խնդրել այդ մարդկանցից։ Ինձ թվում է շատ նորմալ ցիվիլ լուծելու նախադեպ է։ Սկանդալային իրադարձությունները, որ եղան Հայաստանում կապված դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ պորնո սկանդալի հետ, նույնպես, այսինքն ուղեկցվում էին անընդհատ այդ պատմության կողքով։ Իմ կյանքում это моя жизнь. Вот ուզեմ ապրել։ Как хочу, так и буду жить։ Սա նման է մարմնավաճառի ճառի։ Գծով գնում էր դերասանուհու կյանքի խոսքի մաս լինելու կամ չլինելու հարցը քննարկումը երկար ու երկար։ Ու դա առիթ է անդրադարձ կատարելու կյանքի խոսքին, թե ինչպիսի նկարագրի տեր անձինք կան այդ աղանդում։ Առիթը դարձել էր այս հայտնի կոլաժը հիմնականում։ Մոտ մի կիլոգրամանոց աղյուս կարծես լիներ, դա հայցներ կյանքի խոսքի և անձամբ Արթուր Սիմոնյանի ընդդեմ իրավունք հետաքննություն և արգումենտի նիդելը Արմենիայի թերթի ձևակերպումը բավականին ստանդարտ։
պատիվ արժանապատվություն գործարար համբավ։ Մարտահրավերը ընդունված է։ Կյանքի խոսք կրոնական կազմակերպությունը աղանդ բառը վիրավորական է համարում եւ ահա կենտրոն եւ Նորք Մանաշընդհանուր իրավասության դատարանում իրավունք թերթի խմբագրությունից պահանջում են ներողություն խնդրել տվյալ բառի համար։ Իրենց դիրքորոշումը ինչ է, փորձում են ժխտել Անժելա Սարգսյանի կապը իրենց աղանդի հետ ու նաեւ ձգտում են փաստորեն դատարանի վճռի միջոցով շրջանառությունից հանել աղանդ բառը որպես այդպեսին։ Մինչ դատական նիստի մեկնարկը մի խումբ երիտասարդներ դատարանի առաջ ցույց էին կազմել։ Այդ ամենը չհաջողվեց։ Բավականին ակտիվ բանավեճ կա տեսանյութի մեկնաբանություններում։ Օրինակ սա, այ մարդ, սրանցից երբ ենք բրծնելու, Աստված մեր Սուրբ Հողն ազատի ամեն տեսակի աղանդներից։ Որ հանգիստ Խղճում եմ ձեզ, դուք չեք կարա ինչ-որ մի բան անեք կյանքի խոսք եկեղեցու դեմ ու Աստծուց շնորհակալ եմ, որ կա Հայաստանում նման հզոր եկեղեցի ու Աստված օրհնել է ու օրհնելու է այդ եկեղեցին։ Բացի սիրուց, որ մեզ քրիստոնեությունը քարոզում է, այստեղ ամեն ինչ տեսնում եմ։ Սերը, որ հիմնական քրիստոնեական արժեքն է, դժբախտաբար այստեղ չկա։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում այսքան ասենք հաջող տհաճ իրավիճակներ չլինի, այդ բոլոր մարդիկ պետք է հասկանան, որ իրենց միջև հավասարության գիծ է դրված ու իրենք իրար հետ պիտի սովորեն ապրել։ Աստված ձեզ հետ, ձեզ խաղաղություն, որովհետև ես չեմ իրենց համար դատավոր ու բոլորն էլ ինձ համար ուղղակի մոլորյալ ոչխարներ են, որոնց Աստված մի օր դարձի է բերելու։ Մարդկությունը դեռ երկար չի հոգնի այս ամեն ինչից, որովհետև հազիվ բոլորը ստացել են հնարավորություն արտահայտվել։